Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է, այսօր 8-րդ օրն է այդ պատերազմի, այսօր Իրանի արտգործնախարարը գտնվում է Ժնևում եւ եվրոպական եռյակի Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հետ հանդիպում պետք է լինի, սպասելիքները այդքան էլ մեծ չեն, պատերազմը դադարեցնելու հույսերն էլ մեծ չեն, Թրամփը 2 շաբաթով հետաձգել է իր վերջին խոսքը եւ այդ ամենը ուղղակի մեծացնում է մի բան, որը կոչվում է ռազմավարական անորոշություն։ Մյուս կողմից էլ կողմերի հրթիռային պաշարները գնալով իհարկե հյուծվում են։ Այս ֆոնին ավելի վաղ ժամանակներից նախապատրաստված Հայաստանի վարչապետի այցն է Թուրքիա, որ այս դեպքերի բերումով ձեռք է բերել նոր չափում եւ երևի թե նոր համատեքստ։ Եվ հենց այցից մոտ 1 ժամ առաջ ադրբեջանական բանակը կրակոցներ արձակեց ներքին հանդ գյուղի ուղղությամբ, դեմոնստրատիվ եւ լկտի կերպով միտումը պարզ է, մանավանդ որ Սյունիքի մարզում են գտնվում Եվրամիության դեսպանները եւ Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ Բացի դրանից էլ Հայաստանի ներսում էլ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների նոր ալիք, դրա մասին խորհրդարանում բաց տեքստով են այլևս խոսում։ Մենք տեսանք Սամվել Կարապետյանի այսպես անհատական գաստրոլը Երևանում, որն իր համար շատ վատ ավարտ ունեցավ առնվազն 2 ամսով։ Եվ քիչ առաջ էլ տեղեկություն ստացվեց, որ ոստիկանությունը ձերբակալել է այսպես կոչված սրբազան շարժման եւ դաշնակցականների շրջանակից մի խումբ մարդկանց։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Այս ամենը տեղավորվում է մեկ համատեքստի մեջ, որի անունն է ուղղակի տուրբուլենտ վիճակ ընդհանրապես միջազգային հարաբերություններում եւ մեր շուրջ։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, նույնանուն կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, բարև եք եկել, պարոն Թորոսյան, շնորհակալ եմ հրավերության համար։ Գլոբալից գանք լոկալի, հա։ Դուք այնքան թեմաներ միանգամից շոշափեցիք, բայց այդ ամենը մի քանի հարցազրույցի թեմա է, հաստատ բայց նույնիսկ երրորդյա կոնֆերանսի ես կասեի, բայց այնուամենայնիվ այսպես թեզերով այդ ամենը տեղի ունենում մեր անմիջական հարևանությամբ, արդյունքում մենք ունենք այն, որ դեպի հարավ գնացող մեր թե օդային, թե ցամաքային ճանապարհները ըստ էության խաթարված են, հա, իսկ օդայինը փակ է ուղղակի։ Բացի դրանից էլ մենք այսպես ասենք պաշտոնական հաղորդագրություն չստացանք, որ Հայաստանում տեղի ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, բայց իմացանք, որ այսպես ասենք առանց հաղորդագրության նման կազմով խորհրդակցություններ հենց ամենասկզբից տեղի են ունեցել եւ տեղի են ունենալու եւս եւ նաեւ վարչապետն էլ ասաց, որ պարտադիր չի ամեն մի նման հավաքի համար հաղորդագրություն տարածենք, հա։ Բայց այնուամենայնիվ մեր քաղաքացիների մոտ հարցը մնում է, համենայն դեպս ինչ է լինելու մեր
հաղորդակցությունների հարցը դեպի հարավ այլընտրանքների ինչ տարբերակներ մենք այս պահին ունենք եւ ինչ ենք անում այդ ուղղությամբ եւ երկրորդը իսկ եթե լինի անկանոն միգրացիայի սպառնալիք արդյոք պատրաստ է մեր պետությունը դրան դիմագրավելու համեցեք Նախ շատ ցավալ է իհարկե տեսնել մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները եւ մեր բարեկամ երկրի վրա հարցակումը ըստ էության Իրանի, որի հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ։ Դու գիտեք, որ մենք հայտարարությամբ հանդես ենք եկել այդ կապակցությամբ եւ կարծում ենք, որ պետք է պատերազմը, այդ հարցակումները օր առաջ դադարեցվեն։ Եվ ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, եթե այդպեսին կա։ Ինչ վերաբերում է ես երկու հարց տվեցի, երկուսն փորձեմ արձագանքել, ինչ վերաբերում է լոգիստիկ խնդիրներին, այսինքն ճանապարհներին, հաղորդակցությանը, բեռների եւ մարդկանց տեղափոխմանը, այո, ցավոք սրտի, թե օդային, թե ցամաքային մասով մենք լուրջ խնդիրներ ունենք եւ ոչ միայն մենք, այսինքն ըստ էության միջերկրական ծովից հարավ մի քանի մինչև Իրանի սահմաններ, մի քիչ ավել ըստ էության օդային հաղորդակցություն չկա, որտեղ տեղի ունենում օդային պատերազմներ եւ բալիստիկ հրթիռներով եւ ռազմական ավիացիայով, այո։ Եվ Հայաստան ծոցի երկրներ կապը շրջանցում էր այդ հատվածը, ինչը ինքնին միևնույնն է վտանգավոր էր եւ նաեւ շատ երկար եւ ծախսատար եւ ես եթե չեմ սխալվում որոշ ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները եւ ոչ միայն Հայաստան, այսինքն այդ դրա պատճառով ինչը վերաբերում է նաեւ բեռների օդային տեղափոխմանը եւ ցամաքային մասով տեղափոխումներն էլ խափանումներ կան առնվազն, որովհետեւ հասկանում եք, եթե երկրում պատերազմ է, նույնիսկ պայմանավորվել, ով է տեղափոխում, երբ է տեղափոխում, երբ որ մարդիկ չգիտեն, ասենք հերթական ռումբը որտեղ է ընկնելու, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եվ դա ցավոք սրտի կոնկրետ Իրանի մասով այս պահին մեր ազդեցության գոտում չէ, որպեսզի մենք կարողանանք այն փոխել, բայց մենք կարող ենք ջանքեր գործադրել եւ ինչը մենք անում էինք իդեպ անկախ այս կոնֆլիկտի էսկալացիայից ապաշրջափակման մեր ջանքերի շրջանակներում երբ որ մենք ասում ենք որ մեզ անհրաժեշտ են բաց սահմաններ թե արևելքից թե արևմուտքից Թուրքիայից Ադրբեջանից մենք նաեւ նման իրավիճակներից մեզ ապահովագրելու համար ենք դա ասում եւ թեև համընկնումով, բայց վարչապետի այցը օրինակ Թուրքիա այս համատեքստում առավել կարևոր է դառնում, որովհետև եթե մեզ հաջողվի առաջընթաց արձանագրել հայ-թուրքական սահմանի բացման մասով, ինչը մենք անում ենք, այսինքն ջանքերը գործադրում ենք երկար ժամանակ է, դա ինչ որ չափով կմեղմի այս ըստ էության լոգիստիկ տուրբուլենտությունը, հա եւ այլ բան քան մենք պետք է այլ բան քան դա անելը մենք այս բանը չենք կարող անել այսինքն մեր մի ուղղությունը գիտեք Վրաստանն է որը բարեբախտաբար աշխատումը իհարկե այնտեղ էլ կան խնդիրներ բայց դա ավելի շատ ապրանքատեսակներին է վերաբերում եւ ոչ թե բուն ճանապարհներին եւ Իրանի դեպքում էլ կան խնդիրներ արդեն պատերազմական իրավիճակով պայմանավորված եւ հենց այս տեսանկյունից նորից եմ կրկնում առավել կարեւոր է դառնում այդ խաղաղության խաչմերուկի կամ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը եւ ես հույս ունեմ որ մեր հարևաններն են դա հասկանում որտեղ դա իրենց էլ է պետք այսինքն նույն Թուրքիան եւ Ադրբեջանին իրենք էլ ունեն խնդիրներ նույն Ադրբեջանը ծոցի երկրներից ապրանքներ իր մոտ տեղափոխել որտեղ Ադրբեջանը թեև Կասպից ծով ունի բայց դա ծով չի լիճ է եւ ինքն էլ այսինքն պարփակված landlocked այսպես ասած այլ երկրներով պարփակված երկիր է Թուրքիան էլ անհրաժեշտություն ունի շարունակել իր դերը էլի տարանցիկ ապրանքների տարանցվող երկիր լինելու առումով եւ չտապելով իհարկե տեսնենք թե ինչ արդյունքներ կունենա վարչապետի այցը նաև այս համատեքստում ինչ վերաբերում է մեր հարևան Իրանից թե Իրանի քաղաքացիների թե այլ երկրների քաղաքացիների ներհոսքին իհարկե դա էլ ցավալի իրողություն է որտեվ գիտեք որ այդ մարդիկ սովորաբար փախչում են հա պատերազմից թողնելով իրենց ունեցվածքը եւ այլն Այսօրվա դրությամբ կարծես թե շատ մեծ ներհոսք չկա եւ կառավարելի վիճակ է եւ նույնիսկ այն
մամուլի սպրդումները, որ տաքսիստները թալանում են եւ այլն, հիմնականում կեղծ են եւ քիչ առաջ էլ ես օրինակ կարդում էի, որ մոտավորապես նույն գներն են գործում, ինչ որ գործում են սովորական ժամանակ եւ եթե նույնիսկ 1-2 հոգի փորձում են առիթը օգտագործել եւ այսպես կոչված քերել ավել գումար, քան պիտի վերցնեն, դա չի կարելի տարածել ամբողջ հայ ժողովրդի եւ մեր, ասենք, տաքսիստների վրա, դա էլ է մի քիչ պետք այդպես վերաբերվել դրան։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը իհարկե աչալուրջ հետևում է իրադարձությունների զարգացմանը եւ սցենարներ ունի զարգացումների, բայց կրկին դա մեր համար մեծ ողբերգություն է եւ մենք ոչ մի կերպ չենք ուզենա, որ կոնֆլիկտը շարունակվի եւ թե Իրանի քաղաքացիներ, թե այլ երկրի քաղաքացիներ, որոնք որ այնտեղ բնակվում են, Հայաստան գան կամ որպես տարանցիկ երկիր կամ որպես վերջնակետ, հա, իրենց բնակության համար, բայց տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան, ինչպես դուք ասացիք, արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում, միգուցե այն ունենա դրական ելք, միգուցե չունենա, եւ մենք էլ արդեն տեղեկանալով եւ վերլուծելով իրավիճակը որոշումներ պետք է կայացնենք։ Պարոն Թորոսյան, տեսեք, դուք էլ դա ասացիք, որ Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա էլ ավելի է կարևորվում հաշվի առնելով, որ դեպի հարավ մեր ճանապարհները փակ են, բայց նաև անվտանգության այս փակ չեն, բայց դժվար են, հա, այսինքն այնպես չի, որ օդայինը փակ է, ցամաքայինն էլ խաթարված։ Հիմա, բայց դրա հետ մեկտեղ այո, անվտանգության ռիսկերն են էապես մեծացել եւ այդ ֆոնին է տեղի ունենում այցը եւ այդ ֆոնին եւս էլ ավելի է կարևորվում, բայց մյուս կողմից էլ մենք մեր, այսպես ասենք, ակնկալիքները պետք է իրատեսության սահմաններում պահենք իմ կարծիքով։ Իհարկե հանդիպումից դեռ մենք տեղեկություն չունենք, ի վերջո Թուրքիան տարիների վեր իր հարաբերությունները Հայաստանի հետ արկախված է պահել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից։ Այսօր առավոտյան Ադրբեջանը ցույց տվեց իր վերաբերմունքը, ըստ էության, այս զարգացումներին։ Շատ հստակ ցույց տալով, չեն ուզում մարդիկ, ինչ այսինքն հավելյալ գործոններ են պետք, որոնք նրան կդրթեն այսպես ավելի դրամատիկ քայլերի, հա։ Տեսեք, այն որ Ադրբեջանը չի ուզում, դա նորություն չէ եւ այն որ թե հայտարարությունների մակարդակով, թե գետնի վրա ինչ-որ պրովոկացիաներով, ինչպիսին մենք այսօր տեսանք, փորձում է խաթարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, դա նույնպես նորություն չէ, մենք նույնիսկ հիշում ենք, երբ որ Սիրիա հումանիտար օգնություն էինք ուղարկում Մարգարայի անցակետով, ինչպիսի վայնասուն էին բարձրացրել, մոտավորապես այնպիսի, որ նույնիսկ Թուրքիայի նախագահի աշխատակազմը ստիպված եղավ հայտարարություն տարածել, որ դա ժամանակավոր է, որ հարգելի կամ սիրելի եղբայրներ, մի անհանգստացեք, դա ժամանակավոր է։ Տեսեք, մեզ այլ բան, քան նույնիսկ հաշվի առնելով այս ամեն ինչը, այնուամենայնիվ ջանքեր գործադրել եւ մեր դիրքորոշումները մոտեցնել այդ հարցում չեն կարող անել։ Եվ նաեւ հենց նույն Թուրքիայի դերակատարումը այստեղ կարող է դրական ազդեցություն ունենալ եւ մենք միգուցե մի քիչ թերագնահատում ենք այսօրվա իրավիճակում այդ հաղորդակցության ուղիների կարեւորությունը, բայց պետք չի թերագնահատել, որովհետեւ ասում եմ, թեև պլանավորված էր այցը, բայց վերջի զարգացումները հենց այդ համատեքստում ապաշրջափակումը կարևոր են դարձնում ոչ միայն մեր համար։ Եվ միգուցե դա, սա այսինքն պարզապես բարձրաձայն մտքեր են, հա, որտեվ մենք մասնակից չենք այդ բանակցությունների, ավելի կհեշտացնի արդյունքի հասնելը, որտեղ դուք գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու եւ դիվանագիտական անձնագրեր կրողների, որը իրականացված չէ, նորից ադրբեջանական ըստ էության ազդեցության կամ
խնդրանքի, հա, պատճառով կամ շնորհիվ նայած ում համար ինչպես Հիմա մեր քայլերը եւ վարչապետի աշխատանքային այցը, որը ըստ էության, եթե առաջինն է, հա, երբևէ եղած երկկողմ ձևաչափով այցերից, հույս ունենք, որ թաղման են գնացել, կոնֆերանսի են գնացել, չգիտեմ, երթմնակալության, բայց երկկողմ այց չի։ Հույս ունենք, որ առաջընթաց կգրանցի այս կամ այն չափով, նորից ունենալով իհարկե չափավոր, հա, լավատեսություն հաշվի առնելով այդ բոլոր գործոնները։ Այստեղ հարցը միշտ հետևյալի մասն է, լավ, այս ամեն ինչը տեսնելով մենք ավել ինչ ունենք անելու, այսինքն ավել քան անում ենք հիմա եւ պատասխանը ըստ էության նույնն է, ավել ոչինչ ըստ էության չունենք անելու, որտեղ այն ինչ որ մենք անում էինք, հենց այդ դրան էր ուղղված։ Եթե խոսքը, չգիտեմ, այլ խաղացողների ներգրավման մասն է, դա էլ ենք արել միշտ։ Այսինքն մենք մեր բոլոր գործընկերների հետ դրանք կլինեն արևմուտքում, արևելքում, հյուսիսում թե հարավում, միշտ աշխատել ենք, որպեսզի այս ապաշրջակման հարցում նրանք է շահագրգռված լինեն, որտեղ ճանապարհները եւ եթե քարտեզին նայում ենք ակնհայտ է եւ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք հատկապես այս կոնֆլիկտային վիճակում անցնում են հարավային Կովկասում նույնիսկ այդ ծրագիրը որ կա ինքնաթիռների թռիչքի որ նայեք հիմա ամբողջ հոսքը արևելք-արևմուտք անցնում է Վրաստան, Հայաստան, Ադրբեջան տարածքով հարավային Կովկասով միմիայն որտեղ դրանից հյուսիս մինչև օվկիանոս Ռուսաստանն է, որը փակ է, եւ մինչև Հնդկական օվկիանոս Իրանն է եւ ծոցի երկրներ եւ այս համատեքստում ես կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն եւ բոլոր երկրները պետք է ջան գործադրեն, որ Ադրբեջանի դեստրուկցիան ինչ որ նահանջ ապրի եւ ըստ էության դա տեղի ունենա։ Պարոն Թորոսյան, տեսեք, երբ որ Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսը, նա հայկական լրատվամիջոցներին իր հարցազրույցում հետևյալ բառակապակցությունն օգտագործեց, որ մենք գործադրում ենք Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում, որ պայմանագիրը որ առաջ ստորագրի։ Հարցը հետևյալին է վերաբերվում։ Իհարկե մեր ակնկալիքները Ստամբուլյան այցից պետք է իրատեսության սահմաններում լինեն։ Հարցը հետևյալն է, իրատեսության սահմաններում է արդյոք ձեր կարծիքով այն, որ այս այցի արդյունքում կամ այցից հետո Թուրքիան եւս այսպես ասենք, ուժեղացնի իր բարեկամական ճնշումներն Ադրբեջանի վրա, որը թույլ կտա, որ լավ, ի վերջո, այսպես ասենք, Թուրքիան ինքն էլ շահեր ունի Կենտրոնական Ասիայում։ Եվրոպան ռազմավարական գործընկերություն ունի դե յուրե ամբողջ Կենտրոնական Ասիայի հետ, սրանք բաներ են, որոնք օդով չես անի, իսկ ցամաքով Այսինքն այն թրաֆիկը, որը դուք օդային հիշեցրեցիք, պետք է դա իջացնեք մի 12 կիլոմետր ներքև։ Այո, վերին էշելոններից ներքև։ Այո։ Հիմա դա իրատեսական է այդ ակնկալիքը, դուք ինչ տպավորություն ունեք, կա նման տրամադրված։ Կանխատեսումներ անելը իհարկե անշնորհակալ գործ է, բայց մեր ջանքերը միտված են դրան։ Այսինքն այցի բուն նպատակը եւ նպատակներից մեկը նաեւ դա պետք է լինի եւ միշտ էլ այդ է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում, որպեսզի ապաշրջափակումը տեղի ունենա բոլոր ուղղություններով, թեև եթե մի ուղղությունով էլ տեղի ունենար վատ չէր լինի, բայց Թուրքիան տեսնում եք ինչպեսի դիրքորոշում ունի, կապում է հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ։ Իսկ քանի որ մենք մեր մասով պատրաստակամությունը հայտնել ենք այդ փաստաթուղթը ստորագրելու, արդեն համաձայնեցված երկկողմանի։ Մենք կարծես թե գնդակը իրենց դաշտում է, հա։ Եվ եթե նաև այդ գնդակը խաղացնելը իրենց շահերից է բխում այս կոնտեքստում հակառակորեն Կենտրոնական Ասիա, տրաֆիկ, արևելք-արևմուտք, ես կարծում եմ, որ կարող է լինել չափավոր լավատեսություն։
բայց թե դա երբ եւ ինչպես կդրսևորվի, իհարկե ժամանակը ցույց կտա։ Ասում եմ նորից, միշտ պետք է հիշենք մեր անելիքների տեսանկյունից։ Մեր անելիքը հեղել է հենց դա եւ շարունակելու է մնալ դա։ Ի հեճուկս մեզ այդ օրակարգից շեղող բազմաթիվ ուժերի, հոսանքների, քամիների տարբեր տեղերից փչող, հա։ Մենք պետք է շարունակենք այդ ուղղությունը եւ սա է նաեւ այդ բալանսավորված կամ բալանսավորման քաղաքականությունը եւ ռեգիոնալիզացիայի քաղաքականությունը, որտեղ մենք դու չես կարող տարածաշրջանում լինել իզոլացված, բայց համաշխարհային թատերաբեմում լինես ինտեգրված, դա պարզապես անհնար է։ Առաջինին դու պետք է ինտեգրվես եւ հարաբերությունները լավացնես քո հարևանների հետ, որպեսզի նրանց միջոցով եւ ֆիզիկապես նրանց տարածքով եւ նաեւ օգտագործելով այն տնտեսական ներուժը, որը դուք ունենաս հավելյալ այդ ապաշրջափակումից եւ ինտեգրումից ավելի լայն ինտեգրման եւ ավելի լայն շուկաներ վերցնելու եւ ավելի լայն քաղաքական հարաբերություններ ձևավորելու համար։ Գանք այդ, որ ասացիք ի հեճուկս հոսանքների, բերեցի հաջորդ թեմային։ Այո, մենք այդ հոսանքներից, անհատական գաստրոլներից սկսած ավելի լայն հոսանքներ, խմբակային, այո, տեսնում ենք նաև Ռուսաստանից այդ գաստրոլորներին խրախ հուսող երկչախումբն ենք տեսնում, բազմաշերտ եւ բազմաձայն, հա? Եվ նաև այսօրվա փոխվարչապետ Օվերչուկի այդ հերթական, այսպես սպառնալիքների սեսիան օթային տարածքի հետ կապված, օթային տարածք, չգիտեմ, որ ձեր վարորդները կգան ապրանք այստեղ կթողեն, հետո հետ կգնան, մեր տարածք չեն մտնի, էս կանենք, կացինը կբերենք, ծառները կկտրենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ինչ, եթե մեր դեպի հարավ գնացող հաղորդակցությունների հետ լուրջ խնդիրներ են առաջացել, որում անորոշ ժամանակով եւ իրենք դա զգացել են, համարել են, որ մենք անկյուն ենք մղված, սկսել են վրա քշել, բարձ ժողովրդական լեզվով ասած, հիմա ձեր ռուս գործընկերները, հա, ինչպես դուք անձամբ դուք ես հենց տենց եմ ուզում սկսեի պատասխանս։ Հա։ Դե ես ձեր ռուս գործընկեր Սալավյովից սկսած մինչև Սալավյովը մեզ գործընկեր չի, բայց պաշտոնյաները, որոնց հետ մենք հարաբերվում ենք, իհարկե մենք լսում ենք իրենք ինչ են ասում եւ բայց կարծես թե նրանք չեն լսում, թե մենք ինչ ենք ասում։ Ձեր չտալիս չեն լսում։ Չէ, հենց իրենց ձեռ տված հատվածները, որովհետեւ եթե նրանք փորձում են մեզ ավելի մոտ պահել իրենց եւ եթե դա է իրենց նպատակը եւ ես կարծում եմ դա է իրենց նպատակը, հա, մոտ պահել, որպեսզի ազդեցությունը տակում պահել։ Ոնց ուզում են իրենք դրան կալեն, չէ, իրոք մոտ ազդեցության գոտում եւ այլն, ապա այն գործիքները, որ նրանք օգտագործում են, ունենում են հակառակ էֆեկտ։ Տրամագծորեն հակառակ էֆեկտ, 180 աշճան հակառակ էֆեկտ։ Երևի պետքա մի օր ռուսերեն ինտերվյու անենք, որ թարգմանիչները ճիշտ թարգմանեն այս ամեն ինչը։ Քանի որ թե Օվերչուկի այսօրվա ասածները, թե այլ գործընկերների, այլ ժամանակներ ասածները բերում են լրիվ հակառակ էֆեկտի, հասկանում եք, երբ որ սպառնալիքների լեզվով, երբ որ, չգիտեմ, ինչ որ անհասկանալի, անհեթեթ, ասենք ինչ կապ ունի այդ օթային տարածքը ռուսական ինքնաթիռների եւ այլն, այդ մենք ենք մեր սուվերեն որոշումն է, ոնց կուզենք կորոշենք, մենք դեռ չենք էլ դարել, նույնիսկ չենք դիմումը չենք լրացրել Եվրոպական միության անդամակցության, իրանք արդեն խոսում են նրա մասին, որ քանի որ Եմեն փակել է օթային տարածքը, մենք էլ կփակենք օթային տարածքը։ Իդեպ այնտեղ երկրներ կան, որ չեն փակել իրենց օթային տարածքը հենց նույն ռուսական ինքնաթիռների համար, պարզապես իրենց պետքա հասնել, հա, որպեսզի իրենց տարածքը օգտագործեն։ Հետո այդ մյուս բաները դրանք բերում են հակառակ էֆեկտի եւ մեր ժողովուրդը եւ մենք հասկանում ենք, որ մեր ջանքերը բալանսավորման եւ սուվերենության բարձրացման պետքա կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, որտեվ եթե դու կախված ես մի երկրից այնքան, որ այդ երկիրը կարող է քո հետ խոսել նման լեզվով, այդտեղ կա խնդրեմ, ու կարևոր չէ երկրի անուն ինչ է հասկանում եք Ռուսաստանի Դաշնությունը, թե մեկ այլ դաշնություն։
իրենք էլ պետք է հասկանան դժբախտաբար դժվարությամբ են հիմա իրանց այս կացնային քայլերն իրենց են վնասում, իրենք էլ չեն ձեռբազատվել իրենց բարդույթներից, դուք էլ խոսում եք թե իրենց հետ, թե պատի հետ էֆեկտը նույնն է, պլյուս մենք ոչ միայն խոսում ենք իրենց հետ, այլև կանոն որոնով մենք ոչ միայն խոսում ենք իրենց հետ այն իմաստով, որ եւ հրաապարակային եւ ոչ հրաապարակային, այլև մենք քայլեր են գործադրում, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա։ Ու նորից ասենք այսօր հիմա որ ենթադրենք վաղը բացվեց հայ-թուրքական սահմանը։ Պատկերացնում եք, չէ՞ թե ինչքան մեծ բանա իջնելու, բեռա թոթափվելու մեր տնտեսության ուսերից լոգիստիկ առումով։ Նույնիսկ ոչ միայն դեպի Եվրոպա, հասկանում եք, ասենք նավով հաղորդակցությունը, որ հիմա հիմնականում, ասենք Չինաստանից գալիս էր իրանական պորտերով, կարող է արդեն միջերկրածովյան պորտերով, հա, գա հասնի, չգիտեմ, նույն թուրքական կամ հունական պորտեր կամ վրացական իհարկե գալիս էր, բայց շատ ավելի երկար էր նավերը գալիս։ Բոսֆորով անցնելով եւ Նաև ավելին, նույնիսկ մեր հարևան եւ բարեկամ երկրների կողմից արդեն վերաբերմունքն էլ ավելի ուրիշ կլինի, որտեղ դու ուղակի կախված չես լինի 1 կամ 2 երկրից եւ սա ակնհայտ է, որ դու կախված ես 3 կամ 4 երկրից ավելի լավ վիճակում ես, քանի որ կախված ես 1 կամ 2 երկրից։ Հա, ու նաև դրա համար էլ Ռուսաստանի Դաշնությունը շատ ցավոտ է տանում այս ապաշրջափակման process-ը, հատկապես երբ իրենք չկան այդ բանակցություններում, այսինքն իրենք ոչ միջնորդ են, ոչ կողմ են, հա, հասկանում եք։ Իհարկե ցավոտ է տանում այդ ձեր նշած այն մյուս գաստրոլյորը, որը իհարկե ինչքան գիտեմ մուտքը Հայաստան արգելված է, Սալավյովը, որ էլի ապուշ բաներ է այսօր խոսացել, որակումներ տվել բան, թուրք անվանել մեզ, ոնց որ ասենք, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանը, եւ այդտեղ էլ միանգամից հասկանում ես, թե որտեղից է այդ ամեն ինչը գալիս, հա։ Թեև իրանք թուրքերի հետ ամբողջ օրը առևտուր են անում, ջանջիգար, թուրքերենա, չէ, ջանջիգար բառը, եթե չեմ սխալվում։ Պարսկեր։ Հա, կամ պարսկեր են, չէ։ Առևտուր են անում միլիարդավոր դոլարների, շրջանցում են սանկցիաները բոլոր արևմտյան Թուրքիայի միջոցով, բայց հենց մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել, մենք դառնում ենք թուրք։ Ինչի, որտեղ դա անում ենք առանց իրենց համաձայնության եւ առանց իրենց միջնորդության։ Ստեղ է խնդիրը, ոչ թե որ մենք փորձում ենք մեր հարաբերությունները կարգել։ Նույնն էլ Ադրբեջանի դեպքում էր։ Եվ ամփոփելով պարոն Թորոսյան, այսքան շատ եք արդեն շատ սովորական է դարձել մեր պարլամենտական ռետորաբանության մեջ հիբրիդային պատերազմ բառակապակցությունն, ընդ որում հիբրիդային պատերազմ բոլորն էլ գիտեն ում մասին է խոսքը, ով է մեր դեմ հիբրիդային պատերազմը վարում, դա այդ ձեր մեր ռուս գործընկերներն են։ Գաղտնիք չէ։ Ահա, գաղտնիք չէ։ Հիմա այս ամենը գոնե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարը հասնում է իր արդյունքին, երբ մենք ունենում ենք դրա ինստիտուցիոնալ այսպես գործիքակազմ ենք ձևավորում։ Մեկ եւ երկրորդը հենց այդ հարցում, այդ պատերազմին դիմագրավելու հարցում հաստատվում է պետություն, հասարակություն, գործընկերություն, հա, Ռումինիայի փորձն էլ դա ցույց տվեց։ Դուք ինչ եք մտածում այդ ուղղությամբ։ Գիտեք, մենք շատ ենք խոսել հենց ձեզ հետ այս հարցով։ Ես պիտի ցավով արձանագրեմ, որ այնուամենայնիվ արդյունավետության այդպիսի կարծիք ես չունեմ, որ կա տենց 100%-անոց արդյունավետություն հիբրիդային հարձակումների նկատմամբ։ Կարող է լինել հիբրիդային հարձակումների արդյունքում ձևավորված իրողության նկատմամբ ինստիտուցիոնալ պատասխան, եւ նույն Ռումինիայի օրինակը դրա մասին էր, ոչ թե բուն հիբրիդային հարձակումներին դիմագրավելու, որտեղ այսօրվա աշխարհում համացանցում, որտեղ 5 րոպեում կայք են բացում եւ ասենք մի սուտ են գրում, որ վարչապետը, չգիտեմ, Մարսելում թե որտեղ ինչ որ տուն է գնել, ասենք օթից վերցրած ինչ որ մի կայք, որը տարբեր ֆրանսերեն էր թե ինչերեն, ես չեմ հիշում, դրանից առաջ մեկ ուրիշ այնց հետո շատ դժվար է դրան դեմ պայքարել, քան հերքել եւ ցույց տալ իրականությունը։ Այսինքն այստեղ ռազմավարական հաղորդակցությունների
մարմին պետքա գործի, որը մենք չունենք, պարոն Թորոսյան։ Գիտեք, ես չգիտեմ անունը ինչպես պետքա լինի այդ մարմնի ռազմավարական հաղորդակցություն պետքա լինի անունը թե ինչ, բայց մենք ունենք համապատասխան մարմիններ, որոնք արձագանքում են այդ ամեն ինչին, այդ թվում նաև դեռ շատ չտարածված վիճակում նախաարձագանք են անում։ Այսինքն մենք տեսել ենք կայքը, բայց դեռ հայկական մամուլում չեն հասցրել այդ խավարասեր սայտերը եւ խավարանից, մենք արագացում ենք շրջանառում եք, որ եթե նույնիսկ արտատպելը դառնում է անունը։ Եվ դրա արդյունքների դեմ, եթե կլինի գնահատական, որ դրանք այնուամենայնիվ ազդել են այս կամ այն երևույթի վրա Հայաստանում, օրինակ ընտրությունների, հա, ես մի քիչ հիմա դժվար եմ պատկերացնում դա ինչպես, հա, բայց դրա մեխանիզմներ կան, կարծում եմ դատական կարգով անելու, բայց ես վստահ եմ, որ քանի որ մենք շատ թափանցիկ ենք նաև մեր գործելավաճում ժողովրդի եւ իրերին կոչում ենք իրենց անուններով եւ որևէ կաշկանդվածություն չունենք ասելու, որ օրինակ սա այսինչ կենտրոնից ուղղորդված բան էր, վստահ եմ մեր ժողովուրդը աշճանաբար իմունիտետ է ձեռք բերում եւ հասկանում է։ Իհարկե կան նաեւ մեր քաղաքացիներ, որոնք կարող են խայծը ուտել, հա, այդպիսի բաների, բայց նաեւ մի քիչ հակվածություն պետք է ունենաս, հա, ուտելու այդ կուլ տալու այդ խայծը, որտեվ քո աչքով տեսածը միշտ ավելի կարևոր է, քան թե ինչ որ միտեղ ինչ որ բան գրած է, իսկ իրենց աչքով կարող են տեսնել լրիվ հակառակը, թե ինչ ենք անում մենք, ինչպես ենք փորձում պաշտպանել ժողովրդավարական արժեքները, նույն ընտրության իրավունքը, հա, մեր համար դա ավելի կարևոր է, մարդկանց ընտրության իրավունքը պաշտպանելը, քան ինքնին մեր ընտրվելը։ Եվ դա մենք ապացուցել ենք շատ տեղերում, օրինակ համայնքային ընտրություններում, երբ որ մենք չենք հաղթել եւ իշխանությունը ձևավորվել է այլ ուժերի կողմից, տարբեր տեսակի ուժերի կողմից։ Եվ մեր քաղաքացիները կարծում եմ կարևորելով երկրի սուվերենությունն ու անկախությունը ատամներով պաշտպանելու են իրենց ընտրելու իրավունքը, իսկ իրենց ընտրելու իրավունքը պաշտպանող ուժերը ակնհայտորեն երևում են եւ նաեւ երևում են այն ուժերը, որոնք որ ոտնատակ են տվել տասնյակ տարիներ իրենց այդ ընտրելու իրավունքը, որ արգելել են մեր քաղաքացին ձևավորել սեփական իշխանությունը, նրանց հարստահարելով, հետո 5000-10000 դրամ ընտրակաշարք բաժանելով, բռնաճնշումներով, վարչական ռեսուրսով, օրհնելով եւ այլն, հաղորդելով դժբախտաբար։ Եվ այդ էլ գիտեք վատ է, որ այդպես շատ པարզ է ամեն ինչ, հա, եւ խայտաբղետություն շատ չկա դաշտում։ Կա այս կողմ եւ այն կողմ, բայց մյուս կողմից միգուցե դա լավ է մեր երկրի զարգացման այս փուլում, որ քաղաքացիները ճշգրիտ ընտրություն կատարեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ այս խառը ժամանակներում մեր եթերին մասնակցելու համար ժամանակ գտնելու։ Մինչ նոր հանդիպում, բարի մենք զրուցեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, նույն անունով կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանին, լսեցինք իր դիտարկումները կապված մեր արտաքին եւ ներքին մարտահրավերների եւ նրանց հաղթահարման առաջնահերթությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։